Դեմ եմ բոլորին, այսպես են մտածում երիտասարդների մի խումբ, որոնք ստեղծել են մի նախաձեռնություն, որի նպատակն են դրել ազգային ժողովը դարձնել ավելի ներկայացուցչական, ինչպես իրենք են ասում։ Եվ նրանք համարում են, որ ներկայի անցողիկ շեմերը հնարավորություն չեն ստեղծում ունենալու ներկայացուցչական ազգային ժողով։ Եվ նրանք խոստանում են, որ եթե ընտրվեն իրենց գաղափարն է 100 օրվա մեջ փոփոխել ընտրական օրենսգիրքը, այնուհետ հրաժարական տալ և նախաձեռնել նոր ընտրություններ, որտեղ անցողիկ շեմը ազգային ժողովում կլինի 1%։ Շատ մարդիկ, շատ ուժեր քննադատում են այս ամենը, համարում են, որ նրանք նիկոլականներ են, համարում են, որ ձայներ են փոշիացնում, համարում են, որ պատասխանատվություն չեն ուզում ստանձնել ներկայի աղետալի պրոցեսներին։ Եկեք այս քննադատությունները մի կողմ դնենք և նայենք ավելի ռացիոնալ տիրույթում, այսինքն էմոցիաները իհարկե կարևոր են, բայց էմոցիոնալ չանդրադառնանք այս ամենին, դիտարկենք փաստերով, իրականության մեջ հնարավորինս անենք տրամաբանական դատողություններ և հասկանանք արդյոք այս մոտեցումը իրատեսական է, խնդիրներին լուծում բերող է, թե ոչ, բայց մինչև սա անելը ես ձեզ ներկայացնեմ, թե արդյոք կան աշխարհում ժողովրդավարական պետություններ, որոնք ունեն ընտրական շեմի նման փոքր մեծություն, այսինքն, որ կուսակցությունը նույնիսկ եթե 1% հավաքի, կարող է ազգային ժողովում ներկայացուցչություն ունենալ։ Զարմանալի կթվա, բայց կա նման պետություն, ով ունի նույնիսկ 1%-ից ցածր անցողիկ շեմ։ Հիմա պատմեմ, և հետաքրքիր է, որ այս պետությունը առաջի ժողովրդավարական պետությունն է ամբողջ Եվրոպայում, այսինքն այն ժամանակ, երբ ամբողջ Եվրոպայում կառավարում էին պետությունները մոնարխները, այսինքն թագավորները, այս պետությունը կառավարվում էր ժողովրդի կողմից շուրջ 200 տարի, մինչև որ Նապոլեոնը չգրավեց այն և իր եղբորը նշանակեց որպես թագավոր։ Նիդերլանդների մասին է խոսքը։ 1581 թվին դժգոհ լինելով Իսպանիայի թագավորից, ժողովուրդը որոշում է անկախանալ։ Իհարկե թագավորը դեմ էր դրան, պատերազմ է տեղի ունենում, այնուամենայնիվ դրանց անկախացումը կայանում է և ստեղծվում է Նիդերլանդ պետությունը, որի այդ ժամանակվա կազմում էր նաև ներկայի Բելգիայի թագավորությունը։ Հիմա հարց կառաջանա, կասեք, բա Բելգիան էլ է թագավորություն և Նիդերլանդներն էլ հիմա։ Այո, դուք ճիշտ եք։ Այն բանից հետո, երբ Նապոլեոնը գրավում է և իր եղբորն է կարգում որպես թագավոր, և հետո Վատերլոյի պատերազմում նրանք պարտություն են կրում, այս համակարգերը փլուզվում են, ամեն դեպքում հետո ժողովուրդը որոշում է, որ թագավորի դերակատարումը պահի, բայց որոշումների կայացումը ամեն դեպքում և պարլամենտ, և կառավարություն, հիմնականում այս տիրույթում է տեղի ունենում։ Թագավորի դերակատարումն է Նիդերլանդներում հաստատել ընդունվող օրենքները, այսինքն եթե թագավորը չհաստատի օրենքները, ապա դրանք ուժի մեջ չեն մտնի, բայց թագավորն էլ ներկայի ընտանիքը հայտարարել է, որ իրենք բոլոր օրենքները կհաստատեն, եթե դրանք ժողովրդավարական ճանապարհով են անցել, այսինքն եթե օրինակ ինչ-որ մեկը որոշում է ուզուրպացնել իշխանությունը և ընդունում է նման օրենքներ, ապա այդ դեպքում թագավորը չի հաստատի։ Հիմա գանք այդ 1% շեմին, ինչպես է Նիդերլանդներում տեղի ունենում։ Նիդերլանդներում իրականում կա պարլամենտի երկու մասի է բաժանված, կա ստորին և վերին պալատ։ Ստորին պալատը, որը ամենազորեղն է և ժողովրդի ուղիղ ներկայացուցչությունը ունի, ընտրվում է 0,67% անցողիկ շեմով։ Տեսեք ինչ զարմանալի է, թե որտեղից է 0,67-ը, հիմա բացատրեմ։ Կա ֆիքսված 150 տեղ։ Այդ ընտրություններում ինչքան որ ձայն հավաքվում է, բաժանում են այդ 150-ի վրա և ստանում են մինիմում անցողիկ շեմը։ Ամեն ընտրության, հետևաբար մասնակիցների թվից կախված սա կարող է փոխվել։ Եվ կարող է իրենց պարլամենտ անցնել նույնիսկ շատ փոքր նորաստեղծ կուսակցություններ։ Սա իրենց համոզմամբ համամասնական այս ընտրական ձևը հնարավորություն է ստեղծում, պարտադրում է ավելի ճիշտ, որ մեծ ուժերը փոքրերի հետ համագործակցեն, բայց ճգնաժամերն են նաև անխուսափելի։ 2017 թվին 200 օրից ավել բանակցում էին ուժերը իրար հետ, որպեսզի կառավարություն ձևավորեն և չէին կարողանում գալ համաձայնության, վերջապես 200 ավել օր անց գալիս են այդ համաձայնության։ Եվ սովորաբար վերջին տասնամյակներում Նիդերլանդներում միշտ
կառավարությունը մեջ են եղել 2, 3, 4, նույնիսկ 5 կառավարող ուժեր, խմբեր։ Այստեղ նույնիսկ կարա լինի դեպք, որ մեծամասնություն հավաքածը, այսինքն համատության մեջ բոլորից շատ ձայներ հավաքածը, կառավարություն չձևավորի, որտեղ փոքրերը գան համաձայնության եւ վերցնեն կառավարությունը, որովհետեւ միշտ 50-ից պակաս է լինում ամենաշատ ձայներ հավաքածը։ Եթե Հայաստանի օրինակով բերեմ, օրինակ 2021 թվականին ընտրություններին մասնակցել է մոտավոր 1.282.000 մարդ։ Եթե օրինակ համարենք, ինչը այդպես չէ հիմա, ֆիքսված են տեղերը եւ վերցնենք օրինակ 131 թիվը, ինչը նախկինում եղել է, 131 թվի վրա եթե բաժանենք այդ 1.282.000 մարդը, ապա ստանում ենք 9786, ինչը նշանակում է, որ ցանկացած կուսակցություն, ով կստանա 9786 ձայն առնվազն, ապա նա իր մի ներկայացուցիչ կունենար պարլամենտում, ազգային ժողովում։ Այստեղ նաև պետք է բայց ասեմ, որ այդ համակարգում, քանի որ կա վերին պալատ եւս, որը բաղկացած է 75 հոգուց, նա ֆիլտրի դեր է կատարում, այսինքն նա ուղիղ դրան ժողովուրդը չի ընտրում, բայց ներկայացուցիչներ է ընտրում իրենց մարզերից, այդ ներկայացուցիչներն ընտրում են այդ վերին պալատի անդամներին եւ նրանք օրենքների հաջորդ փուլում անցկացնում են օրենքները, որը նրանցից հետո նոր գնում է թագավորի հաստատմանը։ Տեսեք, սա ներկայացրի ձեզ Նիդերլանդներում, որ նրանց առաջարկից նույնիսկ ավելի ցածր տոկոսով անցողիկ շեմ կա։ Բայց գլխավոր խնդիրը նաև ասեմ, որ Նիդերլանդները շարունակաբար բախվում են, նա է, որ այնտեղ իրական փոփոխություններ, այսինքն կտրուկ հեղափոխական այն հասարակությունների համար, որ շատ անհրաժեշտ են, տեղի չեն ունենում։ Այսինքն այնտեղ բյուրոկրատիկ համակարգը միշտ գտնվում է կայուն վիճակում եւ այդտեղ շատ ռիսկեր կան, որ իրականում երկիրը կկառավարեն մարդիկ, ովքեր չեն ընտրվել, այսինքն հենց այդ բյուրոկրատիան, ինչու, որովհետեւ տարբեր ծայրահեղ ուժեր ստիպված են իրար հետ համագործակցել մի ընդհանուր համաձայնության գալ, որով գնան կառավարեն։ Իսկ այդ ընդհանուր համաձայնության մեջ, որը այդ ծայրահեղությունների մեջտեղում է, գտնվում են հենց այդ բյուրոկրատները, որոնք չունեն այդ գաղափարախոսական տարաձայնությունները եւ իրենք ընդհանրապես կառավարումով են զբաղվում եւ ստեղծում են մի վիճակ, որը հիմա եւ շարունակաբար Նիդերլանդների խնդիրն է, եթե ուսումնասիրեք կտեսնեք ինչ խնդիրներ են առաջ գալիս եւ իրենք չեն կարողանում լուրջ փոփոխություններ իրականացնել։ Համամասնական ներկայացուցչականության խնդիրը սա է։ Այս պատմությունը նրա մասին էր, որ իրականում կան երկրներ, որոնց մոտ նույնիսկ 1%-ից ցածր անցողիկ շեմ կա։ Բայց նաև ասեմ, որ երկրների մեծ մասում առնվազն 5 եւ նույնիսկ ավել տոկոս է այդ անցողիկ շեմը, այսինքն այն երկրներում, որոնք ունեն համամասնական ընտրակարգ։ Օրինակ մեծամասնական ընտրակարգ, այսինքն իրական ներկայացուցչական ընտրակարգ ունեցող ԱՄՆ-ում նման շեմեր չկա ընդհանրապես, այսինքն շրջանների վրա, տարածքների վրա, նահանգների վրա բաժանված է ներկայացուցիչների թիվ եւ ով կրում է, նա էլ գնում է պարլամենտ, հա, այսինքն կամ կոնգրես կամ սենատ իրենց դեպքում այդ ստորին եւ վերինը։ Եվ հետեւաբար այնտեղ օրինակ այդ անցողիկ շեմերը չկան։ Հաջորդիվ ես կներկայացնեմ ձեզ, թե ինքս ինչու համաձայն չեմ բոլորին դեմ եմ տարբերակին եւ կներկայացնեմ իմ քննադատությունը, թե ինչու այս process-ը չի լուծում մեր առաջ ծառացած խնդիրները եւ ավելին խուսափում է, այսինքն ովքեր ներգրաված են այս process-ում, խուսափում են պատասխանատվություն ստանձնելուց։ Ես չեմ ասում, որ սա անում են դիտավորել, հատկապես երբ այս process-ում ներգրաված մարդկանց, եթե ոչ շատերին, ապա նշանակալի ներգրավություն ունեցող մարդկանց ճանաչում եմ եւ չեմ կասկածում իրենց ազնվության եւ Հայաստանի Հանրապետության հանդեպ իրենց մղումների եւ նվիրվածության վրա։ Բայց ամեն դեպքում իմ համոզմունքն է, որ այս գործընթացը չի բերելու մեզ բոլորիս ցանկալի դրական փոփոխություններ, որովհետև ընտրված ճանապարհը իմ համոզմամբ խնդիրները առկա լուծելուն ուղղված չէ, բայց սրա մասին հաջորդիվ։ Լավ եղեք։